Այդ ապրանքի գինը այնքան է, որ միլիարդատեր պետք է ձեռք բերի։ Հիմա միլիարդատերներ շատ լավ իրար հետ, եթե անգամ անձամբ ծանոթել չլինեն, բոլորը իրար հետևում են, իրար ճանաչում են, այսպես հեռակա։ Ոչ մեկ չի անի այդ քայլը, ինչ վերաբերում է արբիտրաժին, միջանկյալ որոշումը չկատարվեց, որը իմ կարծիքով խայտարակություն է։ Մենք մոռանում ենք նաև սահմանադրական դատարանի խնդիրը, չէ՞, սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հայցը։ Հիմա մի պահ պատկերացնենք, շատ տեսականորեն եմ ձեզ ասում, որովհետև ռեալ չեմ համարում, ճիշտն ասած, ոնց որ հանձնաժողովի որոշումը արդեն գիտի ինչ է։ Մի պահ պատկերացրենք սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում այն օրենքը, ըստ որի հանձնաժողովի նախագահը վարույթ է հարուցել, կառավարիչ է նշանակել եւ այլն եւ այլն։ Ինչ է արվում։ Այդ դեպքում որևիցե մեկը կարող է ներկայացնել ինչ է կատարվելու։ Այսինքն այն գործիքակազմը, որից դու օգտվել ես այսօրվան հասնելու համար, հակասահմանադրական է։ Նշանակում է դա պետք է չլիներ։ Ընդհանրապես տրամաբանությունը հուշում է, որ սահմանադրական դատարան ընդունելուց հետո նորմալ դեպքում միանշանակ պետք է կասեցվեր այդ որոշումը, որովհետև ՍԴ-ի որոշումը կարող է փոխել արմատապես ամբողջը։